Քարոզարշավի առաջին շաբաթը Հայաստանում ավարտվում է ընդդիմադիր 3 խոշոր ուժերի առաջնորդներին ուղղված փաշինյանական վիրավորանքներով։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուրեմն հիմա էլ նոր սուտ է հորինել։ Փաշինյանը շարունակում է պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանել այն ուժերին, որոնց անվան մեջ կա Հայաստան բառը։ Հայաստան, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան։ Փաշինյանի այս պիտակավորմանը մեկ շաբաթ առաջ արձագանքել է Հայաստան դաշինքի առաջնորդը։ Եռագլուխը դա ինքն է, Ալիևը եւ Էրդողանը, եռագլուխը իսկական եռագլուխ է։ Ըստ ընդդիմադիր ուժերի իրենց թիրախավորելը չի օգնում Փաշինյանին բարձրացնել գահավիժած վարկանիշը ու նա անձնական վիրավորանքների դաշտ է մտել։ Լակոտ չես բախտելու ոչ միտեղ։ Այսպես Փաշինյանը խոսել է ԲՀԿ առաջնորդի որդու մասին։ Ծառուկյանը նրան արձագանքելիս անուղղակի ցածրակարգ է անվանել ԿՊ ղեկավարի հայտարարությունը։ Քաղաքացիական մեջ ամբողջ աշխարհում կարգ կա, կանոն կա, որ երբեք ու երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր չի կարելի տվյալ մասին խոսել։ Հարցկացողի մասին խոսեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա իմ կլասը չեմ քսի։ Փաշինյանի վիրավորանքը հաջորդել էր Ծառուկյանի այն հայտարարությանը, թե բացառում է համագործակցությունը քաղաքացիական պայմանագրի հետ։ Ծառուկյան գագիկ, լեզուտ երկարել է, ես քեզ ասում եմ, Լակոտի, Բելարուսից վզից բռնած բերելու եք։ Ծառուկյանի տղեն Բելարուսիայում է, բերել, արա գնացեք դուք մեր գերիներին բերեք։ Ամոթա, խայտարակ ենք լինում։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ զառանցանք է անվանել իր հասցեին Փաշինյանի արած հայտարարությունները ու կարծիք հայտնել, թե զառանցանքի պատճառը հալյուցինացիաներ առաջացնող չինական սնկերն են, որը ըստ Կարապետյանի անցած տարի Նիկոլ Փաշինյանը իր հետ բերել է Պեկինից։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Փաշինյանը այս հայտարարությունը տխմար էր որակել, խոստացել դատարան դիմել հերքում պահանջելու։ Դատի եմ տալու գալուգացի օլիգարխին եւ բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու գալուգացի օլիգարխին։ Նախորդին էլ Փաշինյանը գրազ է առաջարկել Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստան դաշինքի առաջնորդը ավելի վաղ Փաշինյանին իր խոսքով ԿՊ-ում ընդունված բառապաշարով էր մեղադրել հայկական ինքնության դեմ դուրս գալու համար։ Այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Եթե ուղիղ եթերում ինքնություն բառը առանց տարասխալի գրի։ Փաշինյանի այս ռիլից հետո Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը լեզվին տալու համար է մեղադրել ԿՊ ղեկավարին ու կասկած հայտնել, որ համարձակ տղա է Փաշինյանը։ Արտաբերի 2 պարզ նախադասություն։ Առաջինը. հայտարարի, որ այլևս երբեք Հայաստանի տարածքից որևէ մետր քառակուսի Ադրբեջանին չես զիջելու։ Սա մեկ, եւ երկրորդը ասա, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է տարածքներ եւ անապահ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Դու այդքան համարձակություն չունես, որտեվ դու ունես պարտավորություն։ Դու չես կարող դա ասել, որտեվ Ալիևին այլ բան ես խոստացել։ Քոչարյանին արձագանքելու ժամանակ գտած Փաշինյանը սակայն անարձագանք էր թողել երկրորդ նախագահի այս հայտարարությունը։ Հիմա այս մարդը իմ տպավորությունը ոնց որ Ալիևի տուզիկը դառած է։ Ըստ Քոչարյանի Փաշինյանն ավելի շատ ատում է ոչ թե Ադրբեջանի նախագահին, այլ հաղթանակած հայ գործիչներին։ Այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Աչափնյակում Քոչարյանի նախընտրական հանդիպումից ժամեր առաջ նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր, թե բացահայտել է մարտի 1-ը։ Մարտի 1-ը բացահայտված է, 100%-ով է բացահայտված։ Հետո Փաշինյանը նորից մեղավոր էր կարգել Ռոբերտ Քոչարյանին մի գործով, որով երկրորդ նախագահը արդարացվել է։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ կոնկրետ, պետք է նստի։ Կարծում եմ բոլորը գիտեն եւ դա բոլորի աչքի առաջ էր, հենց առաջի սադրիչը, առաջի կազմակերպողը ինքն էր եւ իր սիրտն էր փառավորվում, երբ ոստիկանների հետ հարահարում էր բախումներ։ Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ Փաշինյանի հայոյախառն ելույթների քաղաքական հակառակորդների ընտանիքները թիրախավորելու պատճառը նախընտրական իրականությանը առերեսվելն է։ Պատճառը հետևյալն է։ Դուք տեսնում եք Երևանում ընտրարշավի մեջ է
ամեն ծառ եւ թփի տակ որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե հասանելիություն ունենում է իրեն մոտենալու, հանդիպելով փոխանցում է հետեւյալը, որ դու հայրենիք հանձնած, Արցախ ծախած 5000 մարդու զոհվելու պատճառ դարձած մեկն ես եւ վերարտադրվում ես, որ ինչ անես։ Ալբերտ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։